անկեղծություն, լավ բան է, չէ, ուզում ես, չէ, որ քո հետ բոլորը անկեղծ լինեն։ Աստծո խոսքը մի լավ բան ասում, ասում է ինչ որ ուզում ես որ մարդիկ քեզ անեն, դու էլ այտենց վարվի։ Աստված քեզ տալիս է այն յուրահատուկ հատկանիշները, դեղամիջոցը, այն բոլոր զարդերը, որի շնորհիվ ոնց դու վարվես, այտենց քո հետ են վարվել։ Եթե դու ուզում ես որ քո նկատմամբ անկեղծ լինեն, սիրելիս, առաջինը դու եղի, անկեղծ եղի, պարզ եղի, ու դու կտենաս Տիրոջ օրհնությունները, ու դու կտենաս դիմացինն էլ անկեղծանում։ Առաջի Պետրոս առաջի գլխում մի հետաքրքիր բան է գրված այդտեղ։ Ասում է Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով, ճշմարտության հնազանդությամբ, անկեղծ եղբայրասիրության համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեք։ Եթե չլինի անկեղծություն, այս սերն էլ չի լինի, եղբայրասիրությունն էլ չի լինի, հաստատ ինչ որ մեկի նկատմամբ ուղիղ չես լինի, անկեղծ չես լինի, բայց երբ որ աղոթես, Տիրոջը խնդրես, ասում է Սուրբ Հոգու միջոցով, ճշմարտության հնազանդվելով, ճշմարտությունը Աստծո խոսքն է։ Մեր մարդ տեսակը դժվար է հնազանդվում Աստծուն։ Մենք մարդ տեսակով ասեմ, որ շատ հակառակվող ենք, անհնազանդ ենք, բայց երբ որ դու սկսում ես թույլ տալ, որ Սուրբ Հոգին քեզ օգնի, որ հնազանդվես ու հնազանդվում ես ճշմարտության խոսքին, այդ ժամանակ սկսում է ձևավորվել նաև անկեղծությունը։ Երբ որ ձևավորվում անկեղծությունը, անկախ ամեն ինչից քո ներսում նաև սեր է բխում բոլորի նկատմամբ։